Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջտեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Ուսումնական և կեցության բացառիկ պայմաններ, միջազգայինորեն մրցունակ կրթություն։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընձեռած լայն հնարավորությունները ներկայացնում է Պաշտպանության նախարարը։ Եվս մեկ կին զինծառայող, որը համալրել է Հայաստանի Հանրապետության բանակի շարքերը։ Ռեպորտաժ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված Սյուզաննա Տոնոյանի մասին։ Ուսումնական ակտիվ եռուզեռ հագեցած ծառայողական առօրյա, նորակոչիկները սերտում են զինվորական պատրաստության դասընթացները։ Եվ ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու արտոնություններն ու առավելությունները։ Զինուժի օբյեկտիվում պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներն են, որոնք ներկայացնում են իրենց կատարած ընտրության շոշափելի արդյունքները։ Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը շարունակում է իր գրավչությամբ շատ պատանիների համար լինել ավագ դպրոցի հեռանկարային ընտրություն։ Այստեղ ստեղծված են ուսումնական և կեցության բացառիկ պայմաններ, դասավանդում են ռազմակրթական ոլորտի լավագույն փորձառուները։ Իսկ այս ամենի վերջնարդյունքը կրթված, բազմակողմանի զարգացած պատանիներն են։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս շաբաթ հյուրընկալել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անձամբ է ներկայացրել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են կրթահամալիրում, մանրամասնել կատարված փոփոխությունների արդյունքները։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք Դիլիջանում, այստեղ է գտնվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, այն հիմնադրամ է, որը անց է կացնում հանրակրթական դպրոցի սովորական ծրագիր, որը նախատեսված է ավագ դպրոցի համար։ Այստեղ մեր սաները հնարավորություն ունեն ստանալ բարձրակարգ կրթություն և բացի հանրակրթական ծրագրից մենք այստեղ նրանց սովորեցնում ենք, դասավանդում ենք 9 ռազմագիտական այլ առարկաներ, որը անհրաժեշտ է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելու համար։ Այսինքն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նպատակ ունի կերտել անձինք, ովքեր կդառնան վաղվա մեր սպաները։ Իհարկե, դասավանդվող առարկաներից զատ մենք ունենք լայն հնարավորություններ մեր սաների համար, մասնավորապես սպորտային տարբեր ծրագրեր, խմբակներ, այստեղ կարող են ուսմանը զուգահեռ մասնագիտանալ ձյուդոյի, սամբոյի, ըմբշամարտի, բոքսի, լողի, հեծանվավազքի և տարբեր սպորտային մարզաձևերի, որը ամենօրյա ռեժիմով նրանց համար հնարավորություն է ընձեռվում։ Մեր խմբակների շրջանակներում հնարավոր է այստեղ սովորել ազգային պար, երգ, երաժշտություն։ Սա գեղագիտական և մշակութային զարգացման տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար։ Մարզական և սպորտային խմբակներից զատ մենք ունենք նաև լեզվի խմբակները և դասավանդվող մշտական առարկաներից զատ, օրինակ ռուսերենից և անգլերենից զատ, մեր սաները հնարավորություն ունեն սովորել իտալերեն, հունարեն, թուրքերեն, ֆրանսերեն։ Այս առարկաները կարծում եմ շատ կարևոր են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խրախուսում ենք, որ մեր սաները արտերկրում սովորելու հնարավորություն ստանան։ Այսինքն մենք այստեղ ստեղծում ենք բազա մեր վաղվա կուրսանտների համար, որ նրանք կարողանան փոխանակման տարբեր ծրագրերով, մեր ընձեռած հնարավորություններով սովորել աշխարհի տարբեր ռազմական բուհերում։ Աշակերտները այստեղ
ապրում են մշտական հիմունքներով։ Մենք ունենք աղջիկների եւ տղաների համար առանձնացված հարկաբաժիններ, կենցաղային բոլոր պայմաններով հագեցված են։ Ուսման համար կան շատ կարևոր պայմաններ, մասնավորապես մեր լսարանները հագեցված են էլեկտրոնային գրատախտակներով, համապատասխան ուսումնամեթոդական բազայով։ Այստեղ գործում է Armad լաբորատորիա, մենք ունենք կահավորված լսարաններ ԱԹՍ մասնագետների պատրաստման, այսինքն այստեղ կան բոլոր այն հնարավորությունները, որը մեզ ապահովելու է ամրակազմ, պատրաստված եւ գիտակից սպաների նոր փաղանգի ձևավորում։ Վարժարանում կան նաև հագեցված լսարաններ, տարբեր տեսակի վարժասարքերով, որոնք նպաստում են, որպեսզի մեր սաները հմտանան ռազմագիտական տարբեր մասնագիտություններ։ Իհարկե մենք շահագրգիռ ենք, որ ավելի շատ պատանիներ հետաքրքրվեն եւ ավելի շատ ծնողներ ուզենան, որ իրենց զավակները դառնան զինվորական եւ այստեղ մրցակցությունը էական նշանակություն ունի։ Այստեղ գործում են տարբեր խրախուսական մեթոդներ, մասնավորապես ամեն շաբաթյա ռեժիմով խրախուսվում են ամենալավ սովորող աշակերտները։ Էական դերակատարում ունի կրթաթոշակի միջոցով խրախուսումը։ Մեր վերջին փոփոխությունների արդյունքում այստեղ բազային կրթաթոշակը 15000 դրամ է, բայց միջին առաջադիմություն ունեցող սանը կարող է ստանալ 30000, գերազանց առաջադիմություն ունեցող սանը մինչև 45000 դրամ։ Սա կարծում եմ 10-ից 12-րդ դասարանի աշակերտի սանի համար էական խրախուսում է եւ կարեւոր է նաեւ, որ այդ գումարները կուտակվում են հետագայում արձակուրդի ընթացքում նրանք կարողանում են դա օգտագործել իրենց ընտանիքի անդամների եւ ծնողների վերահսկողությամբ։ Շատ կարեւոր է նշել, որ մեր բարեփոխումների եւ կատարած աշխատանքի արդյունքում 2018-19 ուսուցիչ տարվա նկատմամբ 2025-26 ուսուցիչ տարում աշակերտների թիվը ավելացել է 53.3%-ով։ Այստեղ մենք աշակերտներին տրամադրում ենք 3 անգամյա սնունդ, ինչպես նաև արգելված են այնպիսի սննդի տեսակներ, ինչպիսիք են օրինակ էներգետիկ ըմպելիքները եւ արգելված սննդային հավելումները։ Մեր խնդիրն է ապահովել առողջ եւ ամրակազմ սերունդ։ Ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեր սաները հնարավորություն ունեն նաև ռազմական կրթության մեջ հմտանալու, այս ոլորտում մասնագիտանալու, այսինքն սա եթե անգամ պատանիները որոշում չընդունեն դառնալու ակադեմիայի սան, սա հետագայում նրանց ժամկետային ծառայության համար, կյանքի տարբեր բարդությունների համար էական կարևորություն եւ նշանակություն ունի, որովհետեւ վրանային ճամբարները, արշավները, կրակային պատրաստությունը, քարտեզագրությունը, տեղանքում կողմնորոշվելը, սրանք հմտություններ են, որոնք անհրաժեշտ են մարդուն կյանքի տարբեր ոլորտներում եւ ոչ միայն ռազմական, բայց իհարկե մեր խնդիրն է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը իր բոլոր սաներին հնարավորություն ունենա գործուղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա կամ աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատություններ, որպեսզի հետագայում նրանք համալրեն մեր բանակի շարքերը։ Զինված ուժերի համալրման համապետական գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետության բանակի շարքերը շարունակում են համալրել նաև իգական սեռի ներկայացուցիչները։ Նրանց ծառայությունը կամավոր պարտադիր հիմունքներով է 6 ամիս ժամկետով, որի ավարտին ստանալու են պատվովճար 1 միլիոն դրամի չափով։ Ներկայացվող ռեպորտաժը Սյուզաննա Տոնոյանի մասին է, որը եւս գիտակցված ընտրություն է կատարել դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի զինվոր։ Սյուզաննան ծառայության է անցել կանանց գումարտակում եւ հստակ որոշել է հետագայում կրթություն է ստանալու նաեւ ռազմական ակադեմիայում։ Կրակային վարժադաշտում զինված ուժերի կանանց գումարտակի զինծառայողներն են։ Կրակային պարապմունքներին առաջին անգամ մասնակցում է ձմեռային զորակոչին կամավոր հիմունքներով 6 ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված Սյուզաննա Տոնոյանը։
Ինչպես էին զգացողությունները առաջին կրակելուց։ Հիասքանչ մարտական վարժությունը սովորելուց հետո արդեն հրամատում կրակելը շատ հաճելի էր։ Սյուզաննան 19 տարեկան է։ 1 ամիս առաջ որոշում կայացրեց անցնել զինվորական ծառայության։ Այսօր նա Հայաստանի Հանրապետության բանակի կանանց գումարտակում է։ Զինվորական համազգեստ կրելը կարելի ասել որոշակի երազանք է եղել իմ համար, դրա համար այս պահին այս համազգեստով լինելը իմ համար ապացույց է, որ ես կարողանում եմ հասնել իմ նպատակներին ու նաև մեծ հպարտություն է իհարկե այս համազգեստ կրելը, հպարտություն է ու զգաստացնում է մարդուն։ Զինվորական ծառայության առաջին օրերը հեշտ չէին, նոր միջավայր, խիստ օրակարգ ընտանիքից հեռու կյանք, սակայն ինչպես Սյուզաննան է նշում, դժվարությունները ժամանակավոր են։ Սկզբնական շրջանում թե հոգնածություն, թե որոշակի տխրություն կամ դժվարություններ լինում են, բայց դրանք հաղթահարում ես հիշելով, թե ինչ գաղափարի համար ես դու այստեղ ու քո կամքով ես եկել, քեզ ոչ ոք չի ստիպել, դու քո գաղափարի ու քո նպատակի հետևից ես եկել։ Դա հեշտացնում է։ Շարքային Տոնոյանի համոզմամբ կնոջ դերը բանակում աստիճանաբար մեծանում է, իսկ ծառայության էությունն ու նպատակը նույնն են թե կանանց եւ թե տղամարդկանց համար՝ ծառայել մեր երկրին։ Թե բանակում, թե պետական այլ կարևոր ոլորտներում ավելի աճում է ու կարծում եմ, որ կանանց քանակը եւ որակը իհարկե ավելանալով կարևոր հանգույցներում պետական միայն ավելի լավացնելու են պետության վիճակը։ Սյուզաննան ծառայությունից զատ նաև այլ հետաքրքրություններ ունի, ֆիլմերի սիրահար է, նաև հաճույքով գրքեր է կարդում։ Նպատակ ունեմ հավաքել անձնական գրադարան, այստեղ լինելու ընթացքում արդեն 3 գիրք ավարտել եմ։ Շարքային Տոնոյան։ Ես 6 ամսյա ծառայության ավարտին Սյուզաննան կստանա 1 միլիոն դրամ պատվովճար կամ հնարավորություն շարունակել ծառայությունը պաշտպան հայրենյաց ծրագրով։ Սակայն ինչպես ինքն է նշում, ամենամեծ ձեռքբերումը կլինի փորձառությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Եթե ցանկություն կա, եթե ունեք այդպիսի նպատակ, ձեր մոտ միտք է ծագել ծառայելու, ապա անպայման փորձեք, որովհետև անգամ եթե դուք չշարունակեք այս ոլորտում, այդ 6 ամիսը այնպիսի փորձառություն է տալու, որը կյանքի այլ փուլում չեք կարող ձեռք բերել։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետությանը ինձ այս հնարավորությունը ընձեռնելու համար։ 19-ամյա Սյուզաննա Տոնոյանի մասին այս փոքրիկ պատմությունը հերթական վկայությունն է։ Զինվորական ծառայությունը միայն պարտականությունների կատարում չէ, այլ նաև գիտակցված ընտրություն, գաղափար եւ երազանք, որը կարող է դառնալ իրականություն։ Առաջնային նպատակս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելն է, լինել այնտեղ կուրսանտ եւ բարեհաջող ավարտելու դեպքում արդեն որպես սպա ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։ 18-ից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն, կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունը պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը, հիմա քո հերթն է։ Զինված ուժերի ուսումնական ստորաբաժանումներում ակտիվորեն ընթանում են բանակի շարքերը համալրած ժամկետային զինծառայողների պատրաստության դասընթացները։ Նորակոչիկներն օրեցօր հմտանում են ավելի լավ պատկերացնելով բանակային կյանքի առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության բանակի զինվորը լինելու պատասխանատվությունը։ Ամիսներ անց տղաները կշարունակեն իրենց ծառայությունը վիճակահանությամբ նախորոշված զորամասերում, իսկ մինչև այդ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ֆիզիկապես կոփվելու, հմտանալու եւ բանիմաց մասնագետներ դառնալու համար։ Ամեն օր վերկացից մինչև ավարտի ազդանշանը ուսումնական ստորաբաժանումում ընթանում են տարաբնույթ պարապմունքները։ Արվում է առավելագույնը, կատարել գործելու եւ ամրապնդելու ամիս առաջ բանակի շարքեր համալրած զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Եկել եմ իմ հայրենիքին ծառայելու, ընտանիքը պաշտպանելու։ Ամեն բան անում եմ, որ իմ հրամանատարներից, իմ սերժանտներից ինչ որ հնարավոր է հնարավորինս քաղեմ, առանց այդ գիտելիքների ոչինչ է իմ ստեղ լինելը։
Առաջիկա զինծառայության նկատմամբ նմանապես է տրամադրված նաև Դավիթը։ Բանակը տղայի համար շատ կարևոր դեր է խաղում իր կյանքում։ Նա որ սկսում է արդեն մենակով ամեն հարցում ապրել, ամեն հարցում մտածել, դա շատ մեծ դեր է կատարում իր կյանքում։ Լինի զորամասում, թե դաշտային պայմաններում տեսական ու գործնական դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Բոլորը միակամ ու անտրտունջ պարապում են, շտկում թերություններն ու բայլավուն ցուցանիշները։ Շուրջ մեկ ամիս արդեն ես ծառայության մեջ եմ, շատ արագ եմ հարմարվել ծառայությանը, ուսումնասիրել ենք բազմաթիվ զենքեր, գնացել ենք կրակադաշտ։ Էմոցիաները շատ ուժեղ էին, անկեղծ ասած, ու կամաց փորձում ենք ճիշտ կրակել, լավ կրակել, որպեսզի ճիշտ մարտիկ լինենք մեր բանակին։ Իդեպ հենց այս զորակոչից ի վեր պարտադիր ժամկետային զինծառայողները 24 ամսվա փոխարեն բանակում կծառայեն 18 ամիս։ Բոլորիս համար էլ շատ հաճելի լուր էր, որպես լսեցինք տոտալικές է ծառայությունը։ Առաջին երկ է մեզ համար ու ես ուրախ եմ այն առումով, որ գոնե 6 ամիս իմ ծնողը տունը քիչ կսպասի ինձ։ Իլերում են վերջինիս ավելացվել են պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվող հիմնական արձակուրդների ժամկետները։ Այսուհետ պարտադիր ժամկետային զինծառայողներին կտրամադրվի ընդհանուր 21, իսկ ներթափահություն իրականացնող զորամասերում ծառայություն անցկացնողներին ընդհանուր 30 օրացույցային օր ժամկետով արձակուրդ։ Բացի այդ, 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երթումն ընդունելու կապակցությամբ։ Զինվորները շատ են ուրախացել այդ փաստի շուրջ, որովհետև մտածում են, որ ավելի շուտ կտեսնեն իրենց ծնողին։ Շատ մեծ փոփոխություն է դա, որպեսզի զինվորը իր ընտանիքից գոնե կարոտ առնի ու հեշտ ծառայի։ Դժվարությունները մնա արդեն երկրորդական փուլում։ Զինվորական գործը յուրացնող զինվորները փաստում են, եկել են կայանալու բանակային դիրքերում կանգնած ավագ եղբայրների արժանի հետնորդները դառնալու համար։ Երիտասարդները քաջ զինվոր դարձան։ Պատրաստ եմ ծառայել հայրենիքիս, պատրաստ եմ ծառայել իմ հրամանատարներին եւ լսել նրանց ցանկացած հրամանը եւ կատարել։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնամ խելացի եւ կարգապահ զինվոր, որ ընթացքային ես իմ ավագ ընկերներին փոխարինեմ։ Ձգտում ունենք ավելի կրթվելու, ավելի զարգանալու, որովհետեւ այսօրվա երիտասարդներից է կախված վաղվա մեր հայրենիքի ապագան ու պիտի այդ գիտակցումով ծառայենք, այդ գիտակցումով ապրենք, որպեսզի կարողանանք մեր երկիրը պաշտպանել։ Ներսես Սիվանյան, Հայկ Չիրինգարյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին, զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ պատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում Պաշտպան հայրենիաց ծրագիրն իր անմիջական ազդեցությունն է թողնում ոչ միայն ծառայության արդյունավետության, այլ նաև զինծառայողների սոցիալական բարեկեցության վրա։ Ծրագիրը թույլ է տալիս ոչ միայն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև բավականին երիտասարդ տարիքում արդեն ունենալ կայուն ֆինանսական երաշխիքներ, բարձր դրամական վարձատրությամբ աշխատանք, ծառայությանը զուգահեռ ստանալ նաև բարձրագույն կրթություն և դնել ապագա նպատակների իրագործման հենասյուները։ Ես Թելման Պողոսյանն եմ։ Ամեն առավոտ բարձր տրամադրությամբ գնում եմ ծառայության, սիրում եմ բանակը, ծառայությունը։ 20-ամյա Թելման Պողոսյանն արդեն 1.5 տարի է ինչ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Պարտադիր ժամկետային ծառայությունից պայմանագրայինի անցնելն ու Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու դառնալը նրա գիտակցված ընտրությունն է։ Պայմանները ստեղծված են,
պայմանագրային զինծառայողը ունի մի շարք առավելություններ։ Ծառայության շնորհիվ ես երիտասարդ տարիքում կարողացա կատարեմ իմ առաջին երազանքը եւ ինձ համար գնեմ մեքենա։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ ծառայության եւ կատարել վերադաս հրամանատարության տրված խնդիրները։ Ծրագրի շահառու դառնալու համար Թելմանը նախ պետք է ձեռք բերեր որևէ զինվորական մասնագիտություն եւ անցներ համապատասխան պատրաստություն։ Այսօր երիտասարդ զինվորականն արդեն բանիմաց ու հմուտ հրետանավոր է։ Ինձ վրա դրված է մեծ պարտականություն ուսուցանել նորակոչիկներին, այդ գործը կատարում եմ մեծ սիրով։ Ունենք գեր ժամանակակից սարքավորումներ, որի միջոցով ավելի հեշտ է դարձել զինվորներին կրթելը, ուսուցանելը։ Ծրագրի ինձեռած հնարավորությունների եւ իր մասնագիտական կարողությունների շնորհիվ Թելմանը ատեստավորվել է, ստանում է բարձր աշխատավարձ։ 18 տարեկանից սկսած աշխատել եմ մոտավորապես 400,000 եւ ավելի գումար, որի միջոցով կարողացել եմ լուծել շատ հարցեր։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պետությունը տրամադրում է արտոնությունների համալիր փաթեթ, որը զինվորականին սոցիալական ապահովության երաշխիքներ եւ ավելի բարեկեցիկ կյանքի հնարավորություն է տալիս։ Եթե կա սեր ծառայության նկատմամբ, կա շարժառիթ, լավագույն ծրագիրն է, որի միջոցով սովորական զինծառայողը կարող է շարունակել իր ուղին։ Կատարիր։ 1 2 Ծառայության այս ձևաչափն ընտրած երիտասարդների թիվն օրեցօր աճում է։ Շատերը ցանկություն են հայտնել պայմանագրով սահմանված 5 տարի ժամկետը լրանալուց հետո շարունակել ծառայությունը զինված ուժերում։ Նրանցից մեկն էլ Նարեկն է։ Ես փոքր ժամանակից սիրել եմ ռազմական գործը, օրինակ վերցրել եմ քեռիցս, ուզեցել եմ ընդունել Վազգեն Սարգսյան, բայց եկա բանակ ու որոշեցի զինվորական գործը շարունակել պաշտպան հայրենացով։ Նարեկը ականանետային մարտկոցի հրամանատար է։ Պաշտպան հայրենիաց ծրագրի շնորհիվ ծառայում է իր բնակավայրի մոտ։ Միաժամանակ հնարավորություն ունի սովորել ու քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերել։ Ես սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, փրկարարական բաժնում։ Զորամասում թույլ են տալիս մասնակցեմ բոլոր դասերից, հանձնեմ քննություններս։ Միանշանակ շատ լավ ծրագիր է զինվորի համար։ Պետք է արժանապատիվ զինվորական լինես պետության համար, որտեղ պետությունը ջանք ու եռում չի խնայում մեզ համար եւ կարծում եմ, որ պետք է ամեն ինչ արժանապատվությամբ կատարես։ Մենք հիմա գտնվում ենք Թեղենիկ բնակավայրում։ Երիտասարդ զինվորականը սեփական ուժերով հայրենի Թեղենիքում ամառանոց է կառուցում։ Ամառանոցը սկսել եմ կառուցել, երբ որ անցել եմ պաշտպան հայրենիաց ծրագրով զինվորական ծառայության։ Այս հատվածում լինելու է 2 սենյականոց բնակարանը ընտանիքի հանգստի համար։ 1 տարի հետո կայցելենք ձեր տուն եւ կտեսնենք արդեն տունը կանգուն վիճակում։ Իհարկե։ Նարեկը վստահ է, 1 տարվա ընթացքում կկարողանա իրականացնել երազանքն ու ոտքի հանել իր տունը։ Ծառայությունից հետո տուն վերադառնալիս գալիս եմ շարունակում եմ աշխատանքները, հիմա քանի որ ձմեռ է աշխատանքները դադարել են, բայց գալուն պես միանգամից աշխատանքները սկսեն։ Նարեկն ու Թելմանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կծառայեն 5 տարի։ Ծառայության ավարտին կստանան 5 միլիոն դրամ պատվովճար։ Նրանց օրինակը հավաստում է, որ պաշտպան հայրենիացը սոցիալական ապահովության եւ մասնագիտական աճի երաշխիք է։ Լաուրա Մամյան, Արամ Սիմոնյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվեմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ, գործն էլ նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր
Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայությանը։ Գումարտակ, Ավսար, Գազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը։ Բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։